Մեր Տիրոջը, սիրելի Աստծո ժողովուրդ, օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Ուզում եմ կարդամ մի հատված Հովհաննես ավետարանից, 4-րդ գլուխ 28-րդ խոսքը։ Կինն էլ իր կուժը թողեց եւ գնաց քաղաք եւ մարդկանց ասեց։ Այսպիսի հետաքրքիր հատված, որտեղ հարցեր են առաջանում։ Ինձ մոտ ամենայն դեպս այս հատվածը կարդալուց որոշակի հարցեր են առաջանում, օրինակ, ով էր այս կինը։ Գիտեք չէ ով էր այս կինը, Աստծո ժողովուրդ։ Ով գիտի։ Ձեր բարձրացեք, խնդրում եմ։ Ով էր այս կինը։ Սամարացի կինը, Տերը օրհնի ձեզ։ Եթե Սուրբ Գիրքը կարդացած չլնես, բանից անտեղյակ կասես, ինչ իմանամ ով էր այդ կինը, բայց որ մենք կարդացել ենք, գիտենք, որ սա սամարացի կինն էր եւ ինքը ուներ իր ձեռքին կուժ, մյուս թարգմանության մեջ սափոր է գրված, սափոր։ Այլ խոսքով ասած, ինքը ուներ անոթ, չէ՞, սափորը, կուժը, դրանք անոթ են։ Իսկ մենք գիտենք, որ Աստծո խոսքի մեջ Աստված նաեւ անոթ է անվանում Աստծո զավակներին, մարդկանց ընդհանրապես։ Ասում է, որ որպես բրուտ, որպես կավից անոթ սարքող Աստված իրավունք ունի տարբեր տեսակի անոթներ պատրաստելու եւ օգտագործելու այդ անոթները ըստ իր կամքի։ Եվ մենք որպես Աստծո նվիրյալ մարդիկ, որ եկել ենք Տիրոջը, մենք հասկացել ենք, որ մենք Տիրոջ ձեռքերի մեջ անոթ ենք եւ մենք աղոթում ենք, մենք խնդրում ենք, որ Տեր ջան, մեզ դարձրու պատվի անոթ, ոչ թե անարգանքի, չէ՞ գրված ասում, մի տան մեջ լինում են տարբեր անոթներ եւ պատվի անոթներ, այսինքն անոթներ, որոնք լավ համեղ բաների համար են օգտագործում եւ լինում են անոթներ, որոնք ոչ այնքան հարգի, ոչ այնքան մաքուր գործերի համար են օգտագործվում։ Այդպես էլ ամբողջ աշխարհի մեջ, ամբողջ մարդկությունը կարծես թե բաժանված է երկու մասի։ Մարդիկ, որոնք ընդունել են Տիրոջը, որոնք իրանց կյանքը նվիրել են Հիսուսին, որոշել են, որ պիտի անցնեն սրբության կողմը, ինչպես գրված է, Սուրբը ավելի սրբանա, եւ մարդիկ, որոնք հոժարակամ տրվել են չարության, որոնք չեն ուզում ընդունել լույսին։ Գրված է, լույսը եկավ խավար, բայց մարդիկ խավարը սիրեցին, որովհետև իրանց գործերը չար են եւ խավարը չընդունեց այդ լույսը։ Իսկ մենք լույսի որդիներ ենք, ամեն, փառք Հիսուսին։ Դրա համար մենք այստեղ ենք, օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Ասում է, ոչ ոք չի կարող գալ ինձ, Հիսուս ասում է, ոչ ոք չի կարող գալ ինձ, եթե Հայրը չքաշի։ Հիմա Հայրը մեզ քաշել է Հիսուսին։ Մենք եկել ենք իրանից սովորելու։ Եվ մեր ականջները բացել ենք, որպեսզի Տերը մեզ այսօր հայտնություններ տա, որ մենք կարողանանք մեր անոթները սրբել, սրբագործել, մաքրել եւ նվիրել Տիրոջ օրհնյալ գործերի համար, նվիրել սրբության գործի համար, մերժել աշխարհը, մերժել խավարը եւ ընդունել Տիրոջ բերած արդարությունը, սրբությունը, մաքուր կյանքը։ Օրհնյալ է մեր Տերը։ Դրա համար ենք մենք հավաքվել այստեղ, որ այդ շնորհքը փոխանցենք մեկս մյուսից։ Եվ երբ որ այս համարը կարդում ենք, կինը ուրեմն ինչ արեց, իր սափորը թողեց, ձգեց, որտեղ, ձգեց այնտեղ, որտեղ Հիսուսն էր կանգնած։ Հիմա ուզում եմ նախաբանը, այսինքն որտեղից այս պատմությունը սկսվեց, մի փոքր խորհենք։ Գրված է, որ Սամարիայի մեջ մի հատ ջրհոր կար։ Եվ այդ ջրհորը հենց այնպես ջրհոր չէր առանց անունի, այդ ջրհորը անուն ուներ։ Հիշում եք ինչ էր այդ ջրհորի անունը, ինչ էր կոչվում։ Հակոբի ջրհոր։ Ես համոզված եմ, Աստծո ժողովուրդ, եւ գիտեմ դուք էլ այդ մասին մտածած կլինեք, որ Աստծո խոսքի մեջ, Աստվածաշնչի մեջ չկա մեկ բառ անգամ, մեկ բառ, որ հենց այնպես գրված լինի։ Կարծիքներ կան, որ Աստծո խոսքը իր մեջ պարունակում է, ասենք, խորհուրդներ, ասենք դարձվածքներ, որոնք առակի ձևով են գրված, որի մեջ կա փոխաբերական իմաստ, կա պատմական մաս, չէ՞, այսպիսի, բայց ինձ թվում է, իմ կարծիքն է, որ
բոլոր խոսքերի մեջ, անխտիր, բոլոր խոսքերի մեջ պահված են խորհուրդներ։ Եվ ամեն մի խոսքով գրված է Աստծո գիրքը, ինչա Աստծո շունչը։ Իսկ Հիսուսն ասում է իմ խոսքերը ինչ են, հոգի են եւ կյանք են։ Այսինքն բոլոր խոսքերի մեջ, երբ որ Սուրբ Հոգին մեզ բացում է, տեսնում ենք, որ դրա մեջ շատ խորը գաղտնիքներ ա պահված, շատ խորը խորհուրդներ ա մեր փրկության, մեր հոգևոր աճի համար։ Եվ երբ որ ես հայացքս դարձրեցի այդ դարձվածքին, այդ խոսքին, որ Հակոբի ջրհոր, այսինքն այդ ջրհորը անուն ուներ, կոչվում էր Հակոբի ջրհոր։ Հետո հասկացա, որ Հակոբ անունը իր հերթին նաև ունի խորհուրդ։ Ինչ է նշանակում Հակոբ։ Գիտեք նշանակությունը։ Ստախոս, խաբեփա։ Հիմա տեսեք, Հակոբի ջրհոր, այսինքն եթե թարգմանենք հայերեն, խաբեփայի ստախոսի ջրհոր, այսինքն մի ջրհոր, որտեղ կա ջուր, բայց այդ ջուրը ստախոսի ջրհորից է դուրս գալիս, այսինքն այդ ջուրը իր մեջ պարունակում է սուտը, իր մեջ պարունակում է խաբկանք, իր մեջ պարունակում է այն բաղադրությունը, որը որ մարդուն չի տա իր բաղձանքի, իր երազանքի, իր ընկալումների հագեցումը չի տա։ Մարդու հոգին ծարավ է, մեր հոգիները միշտ ծարավ են, ասո ժողովուրդ։ Դրա համար ենք մենք, երբ որ առավոտը արտանում ենք, մենք սկսում ենք փնտրել, մենք սկսում ենք մտածել, հարցեր տալ, ինչ անենք, ինչ վաստակենք, ինչի հասնենք, չէ նպատակ ինչն է, որպեսզի մի բան մենք ձեռք բերենք, որ դրանով մեր հոգու այդ ծարավը, այդ սովը ինչ անենք, հագեցնենք։ Չէ գտնի մի մարդ, որը որ այս աշխարհի մեջ իրան լիարժեք բավարարվածը զգա։ Հետաքրքիր մի պատմություն էր պատմում մեր եղբայրն, այս մեկը չգիտեմ կարդացել էր, ասում մի շատ հարուստ անձնավորության, որը որ արդեն ամեն ինչի հասել է իր կյանքում, հարց են տալիս, ասում են, քեզ ինչ է պետք էլի, ինչ ձգտում ունես, ինչ կուզես, ինքը ասում է, կուզեմ մի փոքր էլ ունենալ, մի քիչ էլ ավելացնել։ Եվ այդ մի քիչը մարդու կյանքի մեջ չունի ավարտ, մինչև որ, գիտեք չէ, ժողովուրդը խոսք ունի, ասում է, մի բուռ հողը կկշտացնի մարդու աշկը։ Բայց հոգևոր մարդու համար կա բարի լուր, օրհնյալ է մեր Տերը։ Եվ այս կնոջ համար այդ բարի լուրը տեղի ունեցավ։ Այս կինը եկավ, որ ջուր հանի, եւ Հիսուսը նստած էր այդ ջրհորի մոտ։ Եվ տեսեք Հիսուսը այս կնոջը առաջարկ անում, ասում է, ինձ համար այս ջրհորից ջուր հանի։ Միթե մեր Տերը այդ խաբեբայության ջրի ծարավն ուներ, ասո ժողովուրդ։ Եվ դարձյալ խորհուրդ, դարձյալ գաղտնիք կա սրա մեջ։ Երբ որ մենք հանդիպում ենք Քրիստոսի հետ, Քրիստոսը մեզ հետ անմիջապես երկխոսություն է սկսում։ Հոգևոր կյանքի մեջ չկա մի մարդ, որ հանդիպի Քրիստոսի հետ ու Քրիստոսը այդ մարդու հետ չխոսա, նրա հոգու մտքի հետ չխոսա, այդպիսի բան գոյություն չունի։ Տերը միշտ խոսում էր մարդկանց հետ։ Տերը փակված չի մարդկանցից եւ այսօր էլ նույն ձև վարվում է մեզ հետ։ Եվ կնոջը Տերը ասում է՝ «Տուր քո ջրից, տուր այդ ջրից, ջրհորի այդ խաբեբայության ջրից»։ Որն է դա։ Եվ ես երբ որ մտածեցի, հասկացա, որ Տերը առաջին հերթին ուզում է, որ մեր ներսի գաղտնիքները, մեր ներսի տանջանքները, մեր մեղքերը, մեզ տանջող հարցերը մենք բերենք իրան, տանք իրան, որովհետև գրված է մարդու սրտի խորհուրդները ինչ են, խորունկ ջրհորներ են, չէ՞։ Ժողովողի մեջ գրված է, եւ ասում է իմաստունը ինչ կանի, այնտեղից կհանի այդ ջրհորից, այդ ջրերը կհանի։ Ինչի համար, որովհետև կանգնած ջուրը ինքը հոտելու հատկություն ունի, ինքը ավելի անեխը, դրա համար պիտի հանես, իսկ Տերը դրա համար է գալիս, որպեսզի մեր ջրերը մենք հանենք, իր առաջ բերենք, լցնենք իր առաջ, բայց ինչ ենք անում մենք առաջի հերթին, սկսում ենք խուսափել, եւ կինն ասում է, գիտես ասում է, ես սամարացի եմ, դու հրեա ես, ինչպես կարող ենք մենք իրար հետ հաղորդակցվել, Հիսուսն ասում է, դու չգիտես Աստծո պարգևը, ով է քեզ հետ խոսում, եթե իմանայիր դու ինքդ կխնդրեիր ջուր, եւ ես կտայի կյանքի ջուր, որ խմողը հավիտյան չի ծարավի։ Տեսեք կնոջ ռեակցիան, ասում է, դու ջրհան չունես։
Մենք մտածում ենք, որ Տերը չի կարող մեր սրտի գաղտնիքները իմանալ, մտածում ենք, որ ինքը ջրհան չունի, չի կարող անել այդ ջուրը, բայց Տերը ինքը մտքեր ու սրտեր քննող Աստված է, փառք իրան։ Ասում է, ջրհան չունեմ, ես կարճ կասեմ, հա, Աստծո ժողովուրդ, տեսեք հետագան ինչ ասում է, դու, որ մտածում ես քո գաղտնիքները չգիտեմ, ուրեմն իմացիր, 5 այր ես ունեցել եւ այն էլ որ ունես, քոնը չի։ Սթափվեց կինը։ Տեսնում եմ, որ մարգարես եւ տեսեք մեր հայկական ժողովրդի տրադիցիոնալ այսպիսի պատասխանը, չէ՞։ Ինչ ենք ասում, երբ որ մեր ժողովրդին ասում են Քրիստոսի մասին, ասում են, դե գիտես, եղբայր ջան, մենք հայ քրիստոնյա ենք։ Մեր պապերը դարերով Աստծուն հավատացել են, մեր վանքերը, մեր խաչերը, խաչքարները եւ այլն, չէ՞։ Այսինքն ուզում են իրենց արդարացնել, որ մենք էլ ինչ որ ձևով Աստծուն ճանաչում ենք։ Ասում եմ, մեր հայրերը այս սարի վրա Աստծուն պաշտել են, իսկ դուք հրեաները Երուսաղեմում եք պաշտում։ Ուզում եմ խոսքը ծրի, ինչ որ ձևով արդարանա, ինչ որ ձևով իրան ներկայացնի որպես երևի բավարարված, չգիտեմ, ինչն է պատճառը, որ մարդը սկսում է ապավինել իր հայրերի ավանդության վրա, իր տրադիցիաների վրա, միթե դա կյանք կտա, ոչ իհարկե։ Եվ Հիսուսը ճշմարտությունը բացում է, ով կին ասում է, կգա ժամանակ եւ արդեն իսկ եկել է, որ Աստծուն երկրպագողները ոչ այս սարի վրա, ոչ էլ Երուսաղեմի տաճարում կերկրպագեն, որովհետև Աստված իրեն ճշմարիտ երկրպագողներ է փնտրում եւ Աստծուն երկրպագում են հոգով ու ճշմարտությունով։ Եվ երբ որ ամեն ինչ բացահայտվեց, երբ որ կնոջ գաղտնիքները ասվեց, եւ երբ որ կինը արդեն վերջնական հասկացավ, ասած երբ որ Մեսիան գա, տեսեք, նորից ուզում է ինչ որ ձևով հեռացնի այդ պահը, որ պիտի դու քո կյանքը հանձնես Տիրոջը, դու ես ձեզ հետ միասին ասում, մեր բնությունն է դա, մեր մարդկային հատկությունն է դա, ինչ որ ձևով այդ պահը հեռացնենք, գցենք վաղը, մյուս օրը, երբ որ Մեսիան գա, նա մեզ կսովորացնի, Հիսուսն ասում է, ես եմ, որ քո հետ խոսում եմ, ես եմ Մեսիան, վերջ կինը վերջնական հանձնվեց, պարտվեց, եւ եկավ այս պահը, նա իր սափորը ինչ արեց, ձգեց Քրիստոսի ոտքը, փառք Հիսուսին, մենք այդ անոթներն ենք, մենք ինքներս այդ սափորներն ենք, այդ ուժերն ենք Աստծո ժողովուրդ, ինչ պիտի անենք, գնանք այդ խաբեության ջորհորից նորից լցնենք մեր ներսը, որ հաջորդ պահին ծարավես ու նորից գազ լցնես, նորից ծարավես, նորից գազ ու ինչպես ծովի աղի ջուր չկշտացնի քեզ այդ ջուրը, թե հանձնենք մեր սափորը Քրիստոսին, գցենք իր ոտքը, ասենք, Տեր ջան, դու տնօրինի իմ անոթի հետ, դու լցրու, քո խորհուրդը, քո միտքը, քո հոգին, քո զորությունը, քո կյանքը, փառք Հիսուսին, Քրիստոս կյանքը գա մեր մեջ, եւ մեր կյանքը փոխվի, մենք դառնանք Քրիստոսի նման, եւ նոր դրանից հետո ինչ էր գրված, եւ գնաց քաղաք ու մարդկանց ասեց, օրհնյալ է մեր Տերը, փառք Հիսուսին, թողանք մի քիչ տեղ մտածելու եւ այդ մասին գեղեցիկ երգ կա, ուզում եմ երգենք Տիրոջ փառաբանենք։ Սամարիայի մեջ Հակոբի ջրհորի մոտ միշտ մարդիկ են լինում, ջրհորից ջուր են հանում, խմում են այդ ջրից ու շուտով ծարավում, ու նորից ջրհորից ջուր են հանում, աշխարհի խորհորում կա տարբեր ցանկություն, բայց եթե ճաշակես, դարձյալ կպապակես, կա տարբեր նպատակ, տարբեր գիրքեր ու իրց, քեզ կանեն հպատակ, աշխարհի ջրին այդ պիղծ, Սամարացի մի կին
եկավ որ ջուրանի լցնելով սափորը ջրհորից իր տուն տանի դուր ինձ քո այդ ջրից դիմեց Տերը նրան դատարկիր քո սափորից քեզ կյանքի նոր ջուր կտամ հիշիր որ հող ես դու և կավե միանոտ պատմիր մեղքերը քո դատարկիր ջուր նախտոտ կմաքրեմ ներսը քո և կտամ քեզ նոր ջուր կբխի քո ներսից սուրբ կյանքի մի աղբյուր ով մարդ Աստծո դուր ինձ քո այդ ջրից որ չգամ էլ այստեղ չխմեմ այս հորից այդ դեպքում դու նով գիր քո այրդ ինձ կանչի աշխարհում ինձ համար ամեն ինչ ուրացի ես չունեմ ոչ մի այր և երբեք չեմ կարգվել և այս լեռան վրա միշտ Աստծուն եմ պաշտել հրյաները սակայն պաշտում են տաճարում բայց մեր նախնիներն էլ միշտ այստեղ են պաշտել դուք պաշտում եք նրան որին չեք ճանաչում հրյաներն Մովսեսի օրենքով են պաշտում բայց Աստված ձեռագործ տաճարում չի ապրում և թշվառ մարդկային ձեռքերով չի պաշտվում հոգի է մեր Աստված բնակվում է սրտում հոգով ճշմարտությամբ պաշտողներ է փնտրում սակայն դու 5 տարբեր կուռքեր ես ունեցել և վերջին քո կուռքի աղախին ես դարձել ես հիմա հասկացա որ կույր եմ միշտ եղել իմ անձի հաճությամբ մեղքին եմ ծառայել բայց ահա հայտնեցի իմ մեղքերը բոլոր որ չապրել շարունակ ճամփեքում այս մոլոր ահա սափորս հին ձգում եմ ոտքը քո խնդրում եմ նորոգիր քո սուրբ հոգու ներքո իսկ ես էլ հետ այսօր կդառնամ քո ծառան կվկայեմ մարդկանց որ քո լույսին դառնան Փառք Հիսուս